Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արձանագրումները, որոնք արվեցին միջազգային նախադեպերի վերաբերյալ, ըստ ձեզ հաշվի կառնվեն տեղական այսպես դատարաններում։ Ըստից հաշվի կառնվեն։ Ինչ եք ակնկալում ի վերջո Չէ, մենք ակնկալում ենք, որ դատարանը կայացնի արդար եւ իմաստուն որոշում, այս այլ եմ ուզում հատուկ նշել, որովհետեւ մենք այստեղ գործ չունենք սովորական դեպքի հետ։ Այս վարույթի ճակատագրով որոշվելու է մեզնից յուրաքանչյուրի մեր երեխաների ազատության սահմանը։ Մենք իրավունք ունենք քննադատել մեր ճակատագրի վերաբերյալ այդքան կարևորություն ներկայացնող։ Հիշեցնենք, որ խոսքը Ադրբեջանի հետ այդ սահմանադրական դատարանի որոշմանն էր, որով օրինակ անդրադարձ էր կատարվում հայոց ցեղասպանության հետ կապված հարցերի, որից հետո դուր բացվեց անկախության հռչակագրին, որի հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որից հետո դուր բացվեց տարբեր այլ բաների համար, դուր բացվեց նրա համար, որ մեր երկի այդ դրոշմակնիկներից վերածվեց Արարատ ծառ։ Այսինքն չեմ ուզում մանրամասներ ասեմ, շատ կարևոր հանրային հարց։ Մենք իրավունք ունենք քննադատել շատ կարևոր հանրային հարց է։ Էդգար Ղազարյանի գործը մեծ հաշվով դրա մասին է։ Պարոն Մելիքյան, տեսեք, նաև այդ առումով մեծ այսպես ճնշում կա իշխանությունների կողմից, ակնհայտ է, տեսանք, որ ընդամենը մեկ գիրք նվիրելու համար աշխատանքից մարդ ազատվեց։ Այս պարագայում այդ ճնշումը դատարանի վրա, եթե առկա է, արդար որոշման ակնկալիք ունենալը ինչպիսի մոտեցում։ Ես չեմ պատկերացնում որևէ փաստաբան, որը գա դատարան եւ չունենա համոզմունք կամ ինքն իրեն չկարողանա համոզել, որ ինքը այստեղ փորձելու է արդարություն գտնել։ Այդպես չի լինում։ Կամ եթե լինում է, ապա մենք հայտարարում ենք, ասում ենք, մենք այստեղ եկել ենք ոչ թե արդարության հետևից, այլ օրինակ ացյանները սպառելու եւ հետո եվրոպական դատարան գնալու համար։ Սա այդ դեպքը չի։ Մենք կարծում ենք, որ եւ հույս ունենք, որ ունենալու ենք արդարացի դատական ակտ։ Իսկանը։